Ինչպես ճիշտ էտել ծառերը, ձևավորել ինտենսիվ այգիները։ Ագբա ֆեդերացիայի երկօրյա դասընթացին Ֆրանսիայից ժամանած փորձագետը ներկայացնում է պտղատու այգիների մշակման նորարար մոտեցումները։ Մարկ Լանսենը Հայաստան է եկել Ագբա ֆեդերացիայի հրավերով։ Ֆրանսիայում շուրջ 40 տարի աշխատում է այգեգործության ոլորտում։ Մասնագիտացած է պտղատու ծառերի, մասնավորապես խնձորենու եւ տանձենու մշակության մեջ։ Ինտենսիվ այգիներում հիմնական խնդիրը ծառերի ճիշտ ձևավորումն է։ Ֆերմերները խորհրդատվության կարիք ունեն սխալներից խուսափելու համար, որոնք կարող են երկարաժամկետ վնաս հասցնել այգուն։ Հայաստանում այգիները դեռ երիտասարդ են եւ բնական է, որ առաջանում են խնդիրներ, որոնք հանդիպում են նրանց մոտ, ովքեր նոր են սկսում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ։ Տեխնիկան, որը ներկայացնում եմ, բավականին նոր է եւ կարեւոր։ Դասընթացը կազմված է տեսական ու գործնական հատվածներից։ Սկզբում այգեգործները ուսումնասիրում են միջազգային փորձը, հետո արդեն այգում շարունակում են գործնական աշխատանքները։ Մենք մեր այցելություններից առաջ մի փոքր դիտարկում ենք իրականացրել եւ արձանագրումը նա է, որ նույնիսկ շատ ներդրում իրականացված ինտենսիվ այգիներում կան գիտելիքի պակասներ, բայց բնական է, որ այդ խնդիրները ենթակա է շտկման, հատկապես եթե այս գիտելիքը, որ իրենք ստանում են, այնտեղ տանեն եւ կիրառեն։ Մեր աշխարհը շատ արագ է փոփոխվում, գիտությունը շատ արագ է զարգանում եւ բնականաբար նորությունները շատ են։ Եվ մեր հիմնական նաև նպատակն է այդ կապերի ստեղծումն է այսպիսի մասնագետի եւ Հայաստանի ֆերմերային տնտեսությունների միջև։ Դասընթացի մասնակիցներն են ինտենսիվ այգիների սեփականատերերը, ագրոնոմները, ինչպես նաև այն գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են իրենց այգին դարձնել ինտենսիվ։ Խնձորի հետի մասով մենք այդ ամեն տարի ենք անում, բայց այսօր լսեցի, որ որոշ տեսակի խնձորների համար դա կարող է անել մի քանի տարին մեկ, օրինակ Granny Smith-ը 4 տարին մեկ։ Ու նաև էտի եղանակի մասով նորություններ ստացանք։ Իմ կարծիքով այս տարի մենք փորձնական մի հատվածում կկիրառենք մեր այգում, արդյունքը կտեսնենք, արդեն հաջորդ տարիներին ամբողջ այգում կկիրառենք։ Որպես տանձի այգի ունեցող շատ հետաքրքիր էր ֆրանսիական փորձը բացենք, գիտենք, որ սովորելու տեղ ունենք ու նմանատիպ այցելությունները ու շփումները մեզ օգնում են, որպեսզի հետագայում սխալներից խուսափենք եւ աստիճանաբար մենք էլ այդ գիտելիքի հիման վրա ավելի արդյունավետ մեր այգիները կառավարենք։ Դասընթացի մասնակիցները ծանոթացան Եղվարդում գործող ջայլամաբուծարանին, որի տարածքում էլ անցկացվում էր քննարկման տեսական մասը։ Ագբա ֆեդերացիան միջազգային փորձագետների ներգրավմամբ այս տարի արդեն իրականացրել է նորարարական գյուղատնտեսությանը վերաբերվող կարևոր դասընթացների շարք։ Դասընթացների իրականացումը շարունակվելու է։ Առաջիկա թեման կլինի մեղվապահությունը, ոլորտի մարտահրավերները, հիվանդություններն ու դրանց կանխարգելման եղանակները։